փոքր նվազել է սանդղակը Իրանի շուրջ ծավալվող Այո, ներքերի, ուզում եմ այո։ հավատալ, որ այդպես է, ուզում եմ հավատալ, տեսնենք Տրամպի հետ խոսեցին, թե Ես ինչ, կուզենայի, որ հենց այստեղ այս խնդիրը վերջանար։ ապա Դեռ մի քիչ էլ որ բանան էին արդեն կառավարությունը կտապալվեր, չկարողացան կարծես, չնայած ես ոմա, հա, դեռ ուշ չի, բայց չէ, արդեն երևում է, օդը բացեց Իրանը, Տրամպը ասել չեն գնդակահարում, հա, խոսքը մեծ ակնհայտ, եւ այս պատմության մեջ ամենաշատը թագաժարանգը նեղվեց, կարելի ասել, որովհետեւ իրոք սպասում էր, որ ինչ-որ դափնու տերևներով ուղեկցելու են Թեհրան, ինքն էլ վերցնելու է իշխանությունը, Տրամպը այսօր Oval Office-ում հայտարարեց, ասեց I'm not sure that he gonna be ինչպես միշտ ինքը բան արեց։ Դե բատտաղա չի, բայց չգիտեմ ոնց կլինի, միգուցե բան անի ժողովուրդ իրան կսիրի, չի սիրի, կընդունի, չի ընդունի։ Հաշվի առնելով Վենեսուելայի օրինակը, ինքը ինձ թվում է գործող մարդկանց հետ ավելի շուտ լեզու կգտնի, քան թե ինչ-որ մի նոր մարդու բերի, դարձնի, Ախր, իրան պետք չի, որ այնտեղ թակավոր գա, էլ չեմ ասում ժողովրդի կողմից սիրվի եւ այլն եւ այլն։ Բոլորը ձեռ չի տալիս։ Ինքը ուզում է այնտեղ նշանակի մեկին, որ ինքը ինչ ուզում դա անում է, վերջացավ, դա է պատկերացումը, ոչ թե որ շախնել այնտեղ ոգևորվել է, բաներ կազմակերպում արդեն ժամանակավոր կառավարություն, այս կողմ են կողմ, չի աշխատում։ Ես ասեմ, ինչ էր ասում, ես հստակ չեմ, որ ինքը կլինի լիդերը, խնդրեմ, եթե ունեք ուղիղ ցիտատը, հա։ Նախագահ Դոնալդ Թրամփը իր կասկածն է հայտնել, թե Իրանի վերջին շահի վտարանդի որդին Ռեզա Փահլավին կկարողանա ստանալ բավարար աջակցություն իշխանությունը ստանձնելու համար։ Նա շատ բարի է թվում, բայց ես չգիտեմ, թե ինչպես կվարվեր իր սեփական երկրում, ասել է Թրամփը, այսինքն վստահ չի, հա։ Եվ մենք իրականում դեռ այդ կետին չենք հասել։ Ես չգիտեմ, արդյոք նրա երկիրը կընդունի նրա ղեկավարությունը, թե ոչ։ Եվ անշուշտ, եթե նրանք ընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի։ Թրամփն ասել է հնարավոր է Թեհրանի կառավարությունը տապալվի բողոքի ցույցերի պատճառով, բայց իրականում ցանկացած ռեժիմ կարող է տապալվել։ Այ քեզ բան։ Անկախ նրանից այն տապալվի թե ոչ, դա հետարքի ժամանակաշրջան է լինելու, ասել է պարոն Թրամփը։ Դե հիմա գնայես ասածից բան հասկանցի։ Տրամպը սիրում է այդպես, շատ ուղղակիորեն պիտի հասկանան ինչ է ուզում ասել, որ ըստ այն ինչ որ քայլեր անեն։ Ես այդ մարդկանց չեմ նախանձում, որտեղ երբեք չես կարող ասել թե ինչ էր ուզում ասել կամ վաղը ինչ կասի այդ կապակցությամբ։ Բայց որ սրտով չի երևում գործ չի, նպատակը հենց այդ չի, ասել մի բան, որ մի քանի հոգի գլուխ կոտրեն չհասկանալով վերջերս ինչ ասեց մեր ընկերը։ Քաղաքական գործիչների մեծ մասը այդ հմտությանն է դիմում, եթե դա հմտություն է, էլի իհարկե։ Ասենք, բայց չասենք։ Հիմա Զախարովայի ելույթը այսօր տեսակ ինչ ասեց, որ ասենք թե չասենք, Արամ Ասատրյանը այդպես երգ ուներ, ասեմ թե չասեմ, չգիտեք։ Վերջը գալիս են մեր կլասիկներին բոլորը, էլի, ոնց որ դե կլասիկա էլի, բայց կլասիկը ոնց է լինում։ Ուրեմն Զախարովան վերջապես մի քանի արդեն երբ մի շաբաթ կլինի, հա, անց մեկնաբանեց Սոլովյովի մեկնաբանությունը, որ այդքան հույզեր էր առաջացրել։ Նախ դա լրագրողի կարծիք է։ Սենց մատերը ծալելով ասում է։ Ընդգծում եմ, դա կարծիք է։ Երկրորդը, այս կարծիքը արտահայտվել է Սոլովյով live մասնավոր ալիքով։ Երրորդը, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարց։ Նորից եմ կրկնում, որպես հարց։ Դա հայտարարություն չի, այլ հարց։ Չգիտեմ հռետորական թե այլ բան, բայց հարց։ Չորրորդը, այս արտահայտությունը հստակ, բացառապես ակնհայտորեն սադրիչ կերպով մեկնաբանվել է բազմոցային վերլուծաբանների կողմից։ Պաշտորեն մենք ենք մեղավորը, հա։ Մենք ենք բազմոցային վերլուծաբանը։ Վերջապես, հա։ Այդ հասկացանք։ Սա ընդունելի է մեր երկիրը եւ Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիա ժողովուրդները պատմականորեն միշտ էլ կապված են եղել բարիդրացիական հարաբերություններով Ռուսաստանի հետ, եղբայրական բարեկամությամբ։
Զախարովա։ Բանի տարիա BS-ն անում, մասնագետ դարձան արդեն այդ գործում։ Գիտեք ինչն է այստեղ հետարքի, փոքրիկ մի նրբություն կա, էլի։ Հիմա որ ասում ասենք, չէ, դա ընդհանրապես կարծիք է։ Թղթակցի կարծիքն է։ Եթե կողքից ասի, մենք պետական մասշտաբով դրա հետ համաձայն չենք, ես կհասկանամ, որ ինչ է ասում։ Գոնե։ Բայց որ ասում է կարծիքա, բալավ, դու ինչ վերաբերմունք ունես այդ կարծիքին, որպես պետական այր, ներկայացուցիչ որպես արտգործնախարարության Ռուսաստանի։ Դե դու ասա, որ համաձայն չես դրա հետ։ Հակադարձում ես։ Կամ պարտավորում ես դա, հա։ Չէ։ Մենք ենք մեղավոր, սխալ ենք հասկացել Սալավյովին։ Եվ այդ ամեն ինչի ֆոնին դե Վենեսուելայից են հարցնում ես, բան, այսօր Պուտինը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք աջակցել Կուբային։ Իհարկե պատրաստ։ Դες ինչ տպավորություն է, ոնց որ վստահ եմ, որ կուլիսներում որոշակի բաներ եղել է, վստահ եմ նաև, որ Իրանի շուրջ հռետորաբանության սանդղակի նվազումը Ամերիկայի կողմից այդտեղ ինչ որ դիլ են արել իրար հետ, էս մի բանը մենք սենց կանենք այն բան, որովհետև Իրանի միջամտությունը եւ իշխանության փոխելը դա հարավային Եվրասիայում, որտեղ այնտեղ նա ինչ էր, կենտրոնական Ասիան, բան, միջին ասիական երկրներ, Հնդկաստան, բան, շատ ուրիշ բաներ կարող էր լինել, էլի։ Իրանը փոքր ինչ որ երկիր չի։ Իրանը բացի տարածքից ու բնակչությունից շատ բան ներկայություն ունի այս մեր տարածքում եւ շատ էական բան է փոխում։ Եթե Իրանն էլ կորցրեց Ռուսաստանը, արդեն միանգամից բան է դառնում, էլի, այդ լեգիոնում դառնում է իմաստազուրկ մի տեսակ։ Դե պատկերացրա, Իրան նավթը չկա, այն չկա, այդ դրոնները, որ գնում են, զենքը գնում էր Իրանից, այնտեղ չկա, Համասին կերակրող չկա, Հազբոլային կերակրող չկա, լրիվ բան էր լինում, էլի։ Այո։ Այսօր ողջ օրվա ընթացքում լրահոսը ողողված էր ողջույններով, ողջույններ Եվրոմիությունից, Կանադայից, Ավստրալիայից տարբեր ուղղություններով, Եվրոմիության արտաքին հարաբերություններն ու անվտանգության հարցերով գլխավոր խոսնակը Անիտա Հիպերը ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող 4 հայ գերիների ազատ արձակման փաստը։ Սա կարևոր առաջընթաց է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ Կանադայից եկան լիդերական բաներ։ Միայն մեր ընդդիմությունն է, որ չի ողջունում։ Միայն ընդդիմությունը չի ողջունում, այ մարդ էս ինչ թարախ ու բանա թափում, էս ինչ են անում։ Ումա պետք որ բերեք չսաղնդեղ բանը սենց ինչ է ասում, ասում Ալիևը բաց թողեց, որ Նիկոլը ընտրություններին ձեն հավաքի։ Վայ Այսինքն բաց չթողեր ավելի լավ էր, էլի։ Ախր շատ գիտեք ինչ, նման առիթներում եթե մի քիչ խելք ունենան, իսկապես չունեն, էլի խելք։ Ես ուրիշ եզրահանգման չեմ կարողանում գալ։ Ասեն, գիտեք ինչ, մենք ձեր շատ բաների հետ անհամաձայն ենք, բայց այս մի բանը շնորհավորում ենք, լավ արեցիք, այս մարդիկ ազատվեցին։ Ահագին մարդկանց բանը կշահեն, սիմպաթիան կշահեն։ Բայց ոնց, չէ, որ չէ։ Այսինքն ինչ անեք, մենք դեմ ենք լինելու։ Ախր սա խելքի մոտիկ բան չի, էլի։ Սա ինքները ձեզ բան եք դնում եք դժվարին վիճակի մեջ։ Այո, դե, էդ է ինչ։ Խայտարակ ասում է, ինչ բաներ, 2 հոգու տվել են, 4 հոգու առել են։ Այ մարդ Իսրայելը ինչ էր անում, իր պետք եղած 1 գերու համար հարյուրավոր բաներ պաղեստինցի էր տալիս, որ այդ մեկին վեր։ Այդ կադրերը տվեցինք, թիվը հստակ 1027։ Հա։ 1027 պաղեստինցի տվեց, 11 թվականին է եղել, այսօր մեր լրատվականը դրա շուրջ է խոսել, որ մի իսրայելցի հրյա շարքայինի վերադարձնի։ Բա։ Այս Թրամփը էլի այսօր բան է, այ մարդ, չգիտեմ։ Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագրը։ Ռոյթերսի զրույցում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել իր գրեթե 4 տարվա ներխուժում Ուկրաինա։ Կարծում եմ Ուկրաինան պակաս պատրաստ է համաձայնության գալ։ Հարցին թե ինչու Միացյալ Նահանգների գլխավորության բանակցությունները դեռևս չեն լուծել երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ ցամաքային հակամարտությունը, Թրամփը պատասխանել է Զելենսկի։ Այսինքն Զելենսկին է մեղավոր այդ ամեն ինչի համար։ Ես չեմ կարող, ոնց կարելի է մեկ օրում դից մի ծայրից մյուսը գնալ, ծայրը մեկ ասում է, էս մեկ ասում է, այն մեկ ասում է, այն մեկ ասում է։ Դե դուք Զելենսկու վիճակը պատկերացրեք, էլի, որ այս մարդու հետ պետք է կարողանա լեզու գտնի։ Բայց ինչ անի։ Չի կարող լեզու գտնել, հնարավոր բան չի։ Բայց զանգ ունենք, տեսնենք միգուցե ռադիո լսողները։ Բարև ձեզ։
Բարև ձեզ։ Բարի օր, բարև ձեզ։ Ռաֆայել ջան, ո՞նց եք, Բերենիկ ջան, ոնց եք։ Լավ ենք, Լավ, շնորհակալություն։ Դուք ոնց եք։ Ռաֆայել ջան, այսօրնա երկու բառ ասեմ ու շատ չեմ կարող խոսել մեկ զբաղված։ Ես իմանում եմ ինչ կուզեի, այդ ընդդեմատ դնդվիկներին մի օրով տանեին այդ բանտը պահեին, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում ասել։ Գոնե մի օրով պահեին, որ նրանք հասկանային դա ինչ է նշանակում, որ այդ ձևի դուրս չգային ու չխոսեին։ Դե հուսամ հասկանում են իրենց ասածների հետևանքներն ու չարագործությունը, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե անգամ հոգու խորքում հասկանում են, հիմա այտենց են գործում, իրանց դերը դա է ու խաղում են իրանց դերը մինչև վերջ։ Ախր այստեղ հասկանալ չհասկանալու շատ խնդիր չկա, ինչքան այստեղ չհասկանում։ Չեն զգացել, դա ինչ է նշանակում նստել այդ ազգի բանտը։ 5 տարի է, կատակ չի, 5 օր չի, 5 ժամ չի, 5 տարի է դա։ Ես չեմ ասում 5 տարի, 5 օրով դրանց տանեին, 5 օրով պահեին ընդ 5 օրով։ Լավ, հարկելի 5 տարիներ Շնորհակալություն ձեր զանգի համար, թող մտածեն այդ չարագործները, թող մտածեն ինչ են անում, հուսամ Շատ եզրակացությամբ։ մերսի ձեզ, ձեր արած գործի համար, ձեր ռադիոյի համար, ձեր ճիշտ խոսալու համար, ամեն ինչի համար, շատ մերսի ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ գնահատանքի համար։ Լավ որ ձեզ Հայսեր ջան։ Հայսեր անունով ռադիոլսողների Ախր որ ասում են հասկանալ, այստեղ հասկանալու ոչ մի բան չկա, ման։ Մեր բանտարկված հայրենակիցները թշնամու բանտում ազատվել են։ Սա ինչ, այսինքն ինչքան խելքապետ սա հասկանալու եւ ողջունելու համար, ես չգիտեմ, հա։ Եվ կամ սրատակ ինչ որ բան ման գալու համար։ Էլի կապում են ընտրությունների հետ, էլի կապում են ինչ որ բաների հետ։ Չէ, դե բացարձակ արդեն դառնում է տավտալոգիա, էլի պատասխանել անգամ իմաստ չունի։ Անդիմությունը, չգիտեմ, այս քայլով գիտակցում է արդյոք թե ոչ, իրանց նպատակը Փաշինյանի վարկանիշը գցելն է, բայց իմ կարծիքով, երբ որ sense բաներ են խոսում, ժողովուրդը անգամ ովքեր առանձնապես Փաշինյանին չի համակրում, ասում է, ես ինչ եք անում, չէ, որովհետև սա այնպիսի ակնհայտ հիմարություն են իրանք անում, որ անգամ Փաշինյանի ընդդիմախոս շարքային քաղաքացին չի ընդունում իրանց ասածը։ Իրանք դիվիդենդ չեն հավաքում սրանից։ Դե այդքան խելք չունեն, էլի չունեն։ Կամ այնքան թույնը շատ անմեջները, որ էլի եմ ասում, թեկուզ ձեր օգտի համար 1-2 բան ասեք, որ դրական էլ մարդիկ ասեն, հա, այս մարդիկ էլ են տեսնում, լավը վատից տարբերում են։ Չէ, ամեն ինչ վատ է։ Ինչ որ արել է, այս մարդը վատ է։ Այսօր падգամավորը ԿՊ-ական պարոն Սարգսյանը կարծեմ, ծաղիկներով բանով գնացել է տիկին Նորա, եթե չեմ սխալվում, ինչ էր անունը, այդ լիբանահայ Վիգենի տիկինը, հա, եկել է ծաղիկներով բան, ասում իմացանք, որ ոչ մեկ չի գալի, դե մարդիկ ստեղ չեն ապրում, բարեկամ բան չունեն, գնաց ուղեկցեց այդ քնչական բան եւ այլն, ընդդիմության Հայաստան դաշինքը մտել է եթեր, ասում է Իշխան Սաղաթելյանն է կացարանի հարցը լուծե, որ տիկինը մնա բանանի։ Հա լավ արի, շնորհակալ ենք, օքեյ։ Հա։ Օքեյ։ Եթե արել է։ Հա։ Վատ բանին մենք ասում ենք վատ, լավ բանին ասում ենք վատ, օգնել է։ Okay, շնորհակալություն։ Հիմա մեր եթերում էլ ենք ասում, որ ճացեն լավ բան չեք ասում, բայց դա դարձնել դրոշակ, դա դարձնել ինչ է դա բերում էին Թոտոմսի փողոտային sense բաներ։ Լավ էլի, Ռոջան, լավ էլի, լավ էլի։ Վրա։ Դա Միացյալ Նահանգները հունվարի 21-ից դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրում աշխարհի 75 պետությունների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին։ Ես զարմացա ճիշտն ասած։ Ճիշտ ասած, այսօր ողջ օրը հեռախոսը պայթում էր։ Իդեպ եթե կան լոյերներ, այս immigration-ի հետ կապված ընկերներ, կարծեմ սա լավ առիթ է եթերը օգտագործելու, պարզաբանելու։ Դա վերաբերում է ընտանիքի միացումներին, ամուսնական։ Ես հիմա կարդամ ինչև վերջ ինչ այստեղ ասում։ Ուրեմն մանրամասն Reuters-ն ավելի մանրամասնել է, որ խոսքը ներգաղթի վիզաներին է վերաբերվում եւ չի ազդի Միացյալ Նահանգներում հյուրերի վիզաների տրամադրման վրա։ Տուրիստներին չի վերաբերում։ Ես ինչքան հասկացա, մշտականի հարցի։ Այսա Reuters-ն ավելի մանրամասնել է, որ խոսքը ներգաղթի վիզաներին է վերաբերվում եւ չի ազդի, այսինքն ուզում են ներգաղթել դրանից վիզա չեն վերցնում։ Չի ազդի Միացյալ Նահանգներում հյուրերի վիզաների տրամադրման, եթե հյուր ես ուզում գա։ Ուրեմն Ֆաքսի տրամադրության տակ է հայտնել պետդեպարտամենտում մշակված փաստաթուղթը, որի համաձայն վիզաների տրամադրումը դադարեցվում է անորոշ ժամկետով։
Որոշումը վերաբերում է մի շարք երկրների, ներառյալ Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի, Սոմալի, Բրազիլիայի քաղաքացիներին։ Զանգ ունենք, եք լսենք ռադիոլսողին, հետո մեկնաբանենք, չսպասի շատ ռադիոլսողը, տեսնենք ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, բարի լույս, Լոս Անջելեսից եմ զանգում։ Այս բառը վիճակներին ինչքան շատ ժողովրդի հետ միանաք, այնքան ձեզ ավելի շարքից գրանեք, ես գալան գստասնեք, չգիտեմ ինչ ասեմ, ավելի լավա ձեր կարծիքը լսենք, քան թե խասի։ Միասին մեկնաբանում ենք արգելիս, ունես չի, որ ազատ հարթակ ենք, բոլորին էլ փորձում ենք լսել, ասել, մենք մեր կարծիքը, մյուսները իրենց, բայց շնորհակալություն զանգի համար։ Էլի զանգ ունենք, թեման այնպիսին է, որ կարծես ուզում են արտահայտվել։ Բարև ձեզ, ով է միացել։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, պարոն Դերենիկ, ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Ով է միացել։ Գիտեք, իշն այդ արխիր հայերեն չեմ ինչ դզգնի, բայց որ անգլերեն ասեն the people deserve the government whatever we had։ Արժանի են այն պետությունը, իշխանությունը։ Այո, արժանի են։ Հիմա որ նայում ենք ամբողջ համացանցը ինչպես հայհոյանքներով, անշնորհ խոսքերով իրար նկատմամբ մեկը մի լավ բան չունի ասելու։ Այդ հիներից մնացած, այդ ժողովուրդն էլ այդպես մնացել է դիմադիներն էլ այդ հիներն են, դրանցից սովորած, դրանցից վերցրած, երևի ոնց որ ասեմ, ոնց որ տան մեծն է իրան պահում, երեխեն էլ նույն բանը սովորում է։ Հիմա այս մեր ժողովրդի դեպքում է, բայց ուզում հասկանամ ինչքան ժամանակ է պետք, որպեսզի այս նորերի այդ բարին լավը, եթե ոչինչ չունեք, ինչ-որ մի բան եք ուզում ասեք, լավ բան չունեք ասելու, ոչինչ մի ասեք ավելի լավա լռեք։ Այս նեգատիվությունը երբ մի քիչ գոնե պակասելու, փոխարենը որ վատ բան ասեն, ուղղակի ոչինչ չասեն, լռեն։ Չգիտեմ, էսի որքան կտևի, շատ ինչքան ենք սպասելու էլի սրան, որտեղ այսքան վատն ու անշնորհք ամբողջ համացանցում մարդիկ, որ նույնիսկ լավ գործեր են անում, էլի անշնորհք բաներ են ասում, էլի կոպտում են, վիրավորում են, շատ ցավալի է, բայց վերադարձածներին են կոպտում։ Այսօր Սուջանին, այսօր Խեշտեղեն Facebook-ում երեք եկել, այսօր Facebook-ում արդեն հակադարձում է վիրավորողներին, գրում է բառացիորեն, հիմա կարդամ իր էջում եմ, ասում է չարախոսներ ու չկամներին, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ եթե արժանի չեն դրան։ Այսինքն այս Խեշտեղեն եկած արդեն քննադատան թե ինչի եկար։ Միսը չէին գալիս, ասում էին չեն բերում, ոչ մի բան չեն անում, հիմա էլ բերել են, ասում են ինչի եք բերել։ Մեր ժողովրդին շատ բարդ է հասկանալ, չգիտեմ, այստեղ արդեն երբ պիտի ես ամեն ինչը մի քիչ գոնե, ոսկի չի երևում, որ մի հատ պոչ կա, որ այդտեղից արդեն կամ սկսում է, կամ հիմա 10%-ով, կամ մի տոկոս, ոչ մի բան, նույն կոպիտը, նույն բռին, նույն անշնորհքը, ես չգիտեմ, ես ուղղակի շոկի մեջ եմ մեր ժողովրդի պահվածքից, խոսելաձևից, այդ մունաթով, կարծես մենք բոլորը իրանց պարտք են, մենք հայ ենք, մենք օքեյ, բայց մենք չենք ցույց տալիս, այն ինչ որ սենց բան ենք անում, գովում ենք, գովաստանքներով ման ենք գալիս ամբողջ օրը, բայց մեր պահելաձևը 0-ի է հավասարված։ Շնորհակալություն համարել։ Ձեզ շնորհակալություն զանգի համար, լավ օրցես։ Դե Ախր գիտեք ինչ եմ, ես հասկանում եմ տիկնոջ հուսահատությունը, որտեղ իսկապես այնպես չի, որ էլի այսօր գոնե մի քիչ ավելի լավ է, քան երեկ էր։ Ընդհակառակը կարելի ասել հակառակը գնալով ավելի, ինչքան էս ընտրական օրերը մոտենում են, ես զգում եմ, այնքան ավելի իրանք կենթանու նման ավելի արյան հոտ առած ավելի բաղնենով, որտեղ հասկանում են, որտեղ սա մոտավորապես իրենց վերջի կռիվն է։ Եթե այս անգամ էլ իրենք տապալվեցին ընտրությունների ժամանակ, արդեն հույսը շատ-շատ է փոքրանում։ Բայց իրենք էլ պետք է մինչև մեռնելը պայքարեն արդեն։ Իրենք այրել են կամուրջները իրանց ետևից։ Այն նման բաներ, որ անում են, չէ, այրում են բոլոր կամուրջները։ Կամ իրանք կհասնեն ինչին որ ուզում են, այսինքն երկրի տեր տիրակալը կդառնան Ռուսաստանից վասալով Հայաստան ունենալով, կամ արդեն վերջնական կգնան, որտեղ սրանից հետո էլ
5-6 տարի հետո էլ ոչինչ էլ չեն կարողանա անել։ Եվ դա իրանք շատ լավ զգում են, արյան հոտը առել են, իրենց կյանքի մահվան խնդիրն է սա։ Ես ինչ եմ Եվ ամեն ինչ ընդունակ են։ նկատում եմ, որ այս նեգատիվը համացանցում, իհարկե համացանցը երևացող հատվածն է, ավելի շատ մենք տեսնում ենք սոցցանցերում ինչա գրում, քան թե հարևանը ինչ կասի, բայց այնպիսի տպավորություն, որ սա ուղղորդվող, այդ նեգատիվը ուղղորդվող մի հատ process է, որովհետև ում հետ խոսում ես ֆիզիկապես մարդկանց, որ հանդիպում ես, բոլորը ողջունում են, ասում են, այո, իհարկե, այդ դժոխքից մեր երեխեքը պրծան, այդ մարդիկ եկան եւ այլն, ողջունում են։ Բայց համացանցում մեկնաբանությունների մեջ բան, այդ fake այդ ճամբարները, այդ թույն ու թարախ տարածողները, երևի հրաման են ստացել ֆաս հրամանը։ Երևին որն է, եթե աշխատավարձ են ստանում հատուկ խոսելու համար։ Ուրեմն ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը, ով ոնց հասկանում ենք ամենաերիտասարդն է գերեվարվածներից, գրել է հետևյալը. Ես ձեզ չեմ լքել տղեկ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երթվում եմ։ Միգուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն իմ ուղությամբ։ Ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ եթե արժանի չլինեն դրան։ Կլինեն նաև քննադատներ, որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել ինձ։ Ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ եւ ի պատասխան նրանց ես կժպտամ կյանքին, կժպտամ ճչացող իմաստությամբ, որ խրված է սրտիս խորքում։ Նոր կյանք, նոր պայքար։ Տառապած մարդ, եւ գիտեք ինչ վիճակում, այսինքն նրանք երբեք չհույսել չունեն, որ կարող է մի օր ազատվեն։ Ահա որ բան։ Այդ հոգեկան վիճակը դուք պատկերացրեք, որ իրենց կյանքի մնացած ամբողջ ժամանակ անցկացնելու են ադրբեջանական բանդում։ Դա ինչ հոգեկան ապրումներ ա պետք։ Եվ հիմա այդքանից հետո այս մարդկանց sense վերաբերմունք են ցույց Մի հատ տալու։ մտեք Facebook-ը, մի հատ տեսեք Վիգեն Էուլջեքչյանի կնոջ Լինդայի ամուսնու առաջի անգամ տեսնելու այդ կադրերը մի հատ տեսեք, ոնց կարող է ամենասրիկա մարդն անգամ հոգու մեջ ինչ որ բան շարժվի։ Ոնց կարելի է էլի այսպես։ Հունվարի 10-ին։ Չեն գրում, ասենք ուրախ, չէ, երկու նախադասություն։ Ուրախ ենք մեր գերեվարված զինվորների վերադարձի համար։ Այս կանը գոնե գրեն, հետո սկսեն քննադատել։ Սա ինչու չեն, ես չեմ հասկանում։ Իրանց թվում է, որ այդ գրեցին, ով աշխարհը վերջանալու է։ Չէ, այ լավ։ Լավ, այսօր մի հետարքիր բան էլ կա, որտեղ ինքը դեպքը մեծ բան չի, բայց ես կարծում եմ սա սկիզբն է, որ պետք է անպայման այս մասին խոսվի, մանավանդ մենք։ Ուրեմն վարչապետ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ժամանակ դիտողություն է արել լրագրողին, երբ նա ընդհատել է իր խոսքն ու հարց ուղղել։ Էդի լրագրող Փաշինյանը խոսել է կաթողիկոսի մասին, նշելով, որ վերջինս սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը ԿԿԲ-ի գործակալ իր եղբոր հետ միասին։ Այն ժամանակ լրագրողներից մեկը ընդհատել է Փաշինյանին հարցնելով, թե ինչու քրեական գործ եւ հետապնդում չի հարուցվում։ Երբ որ ձեզ զրկեն հավատարմագրումից, ասել է Փաշինյանը, լրագրողը նորից ընդհատել է վարչապետին։ Դուք ինձ հնարավորություն չեք տալիս պատասխանել ձեր հարցին։ Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չես հայտնվի։ Պարզա, ասել է Փաշինյանը։ Վարչապետը կոչ է արել լրագրողներին իրենց հանգիստ պահել, ձեռքերով շարժումներ չանել եւ իր պատասխանի ընթացքում ձայն չանել, սպառնալով զրկել նրան հավատարմագրից։ Այ մարդ, այս կրթված մարդիկ եք, թղթակից եք։ Դուք ում մասին խոսում եք, այդ բացարձակ կապ չունի կրթության եւ լրագրության հետ։ Ախր մենակ այդ մարդը չի, Ռաֆայել, բոլորն էլ տենց են նայում ես։ Արա տարրական կուլտուրան մարդկային ասում է, որ դիմացինիդ պիտի լսես։ Մանավանդ որ հարցը դու ես տվել։ Ու այստեղից հստակ է դառնում, իրան ոչ թե հարցի պատասխանն է պետք, այլ ինքը հարցախեղդ պիտի անի իրան, խեղդի չթողի պատասխանել։ Սա լրագրողություն չի։ Սա բռի անկուլտուրական, անգրագետ, ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Լսեք մարդուն, ցանկացած մարդու, այ մարդ, վայ։ Սա բարերով կարելի է հասարակ բանը, այդ բոլոր բաների ժամանակ, չէ, հարցը բոլորը գոռում են, ոչ մեկը չի ուզում լսել։ Էլի լավ են դիմանում, այ մարդ։ Այդ որ բարերով դուք ընթերցում եք ինչ էր կատարվում հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ կադրերում կնայեք, կադրերով տեսնեք, բոլորովին ուրիշ իրավիճակ էր։ Այս սենց է խոսում հետը, այս սենց, մանով Միած մաղջի չեմ, միած ձեռներ կեզ պայի։ Իմ կարծիքով ես այ եթերում էլի ասել եմ, էլի եմ ասում, այդ օնլայն կոչված
մի մարդ մեդիաները չպիտի մտնեն կառավարություն։ Մեդիան հիմա որպես հեռուստատեսության տնօրեն, ովքեր ունեն լիցենզիա, ովքեր ունեն սփռում, ովքեր վիշկային փող են տալի, ովքեր հարկ են տալի, ովքեր գոնե մի քանի հատ աշխատող ունեն, իրանք թող հավատարմագրվեն։ Այդ մարդ լրատվականները, որ հիմա գնում են դոմեն են առնում, լուրեր.am, վերջ, դարավ լրատվական, մեկը գնում է բան։ Դա է քանդում մեր տունը, որովհետև 50-60 հատ անդիմադդմիկները վճարել են, բացել են կայքեր, որոնք քանդում են մեր պետությունը։ Դրանց չպիտի թողեն կառավարություն։ Ակրեդիտացիան թե հետ կանչեն դրանց։ Ռաֆայել, ես կարծում եմ արևոր չի թե ինքը ինչա ներկայացնում։ Օրինակ, ճիշտ, եթե ընդհատում ես, մեկ երկրորդ անգամ ես վերջ, լիցենզիան ձեռքից վերցնում ես 6 ամիս գնա, դրանից լավ պատիժ չկա, որտեվ իրենց հետ այլ լեզվով խոսել հնարավոր չի։ Բացատրել, եսի ինչ անել։ Հետո մի բան հիշեք, լրագրող ամբողջ աշխարհում ընդունված կարգ կա, հարցը չի կարող պատասխանից երկար լինել, հասկանում եք։ Ժամերով խոսում են, ասում է, ոչ վերջանում ամենին։ Չկա նման լրագրողություն, նման պրոֆեսիոնալ աշխատանք չկա։ Դու ես պիտի հետաքրքիր լինի թե այդ մարդը ինչ է ասում, ոչ թե դուք ինչ եք ասում։ Մի ժամ այեպորսեն ցեղամնեն, անիմաստ բան է դառնում։ Զրկում ես եւ վերջացավ այն։ Հանգիստ անցնում ես առաջ։ Եվ մենակ Փաշինյանին չի, բոլորին, ով որ խոսում է, ընդհատում են։ Դե հիմա գովաստո մտածել մեր հարգելի գործընկերները դրա շուրջ, այցելի, եթե արդարության մասն ենք խոսում, խոսքի ազատությունը բոլորի համար պետք է հավասար լինի, բայց եթե խոսում ենք լրատվականի ընկալման մասին, չի կարող մարդ մեդիան եւ մեդիան, որը միլիոնավոր դրամներ է ամեն ամիս վճարում, նույն ձևով ընկալվի եւ նույն ձևով մուտք ու ելք ունենա ֆեդերալ մակարդակի վարչապետի մոտ եւ նախագահի մոտ։ Սա իմ կարծիքն է, գուցե սխալվում եմ։ Հիմա գործընկերների մեր շնորհակալությունները, հարգելի բարեկամներ, որ մեզ հետ են, դուք էլ կարող եք մասնիկը դառնալ մեր գործընկերության, միանալով մեր գործընկերային ակումբին եւ գովազդել ձեր բիզնեսը մեր եթերում։ Հիմա գովազդ վերադառնում ենք հաշված րոպեներից։ Ժուրնալիստների մասին է կամ պաշտոնյաների, սա այս պրինցիպը, այս սկզբունքը աշխատում է նաև կյանքում։ Եթե մեկի հետ զրուցում եք, չէ, դուք պետք է լսեք իրեն, ընդհատել բարձ նայեք, ինչ է նշանակում, եթե մեկը խոսում է դու ընդհատում ես, դա նշանակում է քո ասածը կարևոր չի, իմ ասածն է կարևոր, այլապես ինչու պիտի ընդհատես։ Կամ եթե քեզ այդ մարդու հետ հաճելի չի զրուցել, ուրեմն մի զրուցիր։ Եթե դու մտել ես զրույցի մեջ, ուրեմն պիտի դիմացին լսել, դա տարական քաղաքավարություն է, հասկանում եք։ Ես ինչ եմ անում, մենք ոնց ենք, ձեզ թվում է բոլոր մեր ռադիո լսողները, որ զանգում են, մեզ հաճելի է լսել այդ բաները, իհարկե չէ, բաներ կա, որ հաճելի չի, բայց ինչ որ մի սահման ունենք մենք, մինչև այդտեղ լսում ենք, հարգանքի նշան, այո, ձեր կարծիքը հարգելի է եւ վերջ։ Զանգում ենք հարգելի կարծիք։ Այդ դեպքերում, այո, երբ որ արդեն ինչ որ սահմաններ անցվում են, բառապաշարի եւ այլն, ինձ խոսքով գիտեք, կամ ռոպագանդայի ինչ որ բանի արվում ենք, այդտեղ նոր ընդհատում ենք։ Մինչ այդ մենք լսում ենք, որտեվ հարգանք ունենք։ Մենք գիտենք, որ եթե մեկը խոսել է, ուրեմն պետք է լսել, հասկանում եք։ Ձեր կամ ձեր երեխաների հետ անգամ խոսելիս։ Նույն բանը ես նկատել եմ Հայաստանում ինչքան մի անգամից քեսից մի բան դուրս չի գալ, դե ամարտե դեսեն չինենցա եւ այլն։ Այդպես չի կարելի։ Հիմա նայեք, երկու հոգի թեորիապես վերջ, նա քեզ ընդհատի, դու նրան ընդհատես, ինչ է լինելու արդյունքում։ Ոչ մի բան արդյունքում, հասկանում եք։ Մանավանդ եթե հաց եք ուղղել, ուրեմն ձեզ հետարքի է, չէ՞, պետք է ենթադրել, թե այդ մարդը ինչ կասի։ Բայց հենց այդ մարդը սկսում ասել մի բան, որ ձեզ դուր չի գալիս, դուք միանգամից սկսում եք ընդհատել։ Այդպես չի կարելի, դա անքաղաքավարության, ոչ զարգացածության նշան է։ Համաձայն եմ։ Ով է միացել, ողջույն։ Բարև ձեզ։ Hello։ Ով է միացել, բարի օր։ Hello, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Լոս Անջելեսից եմ զանգում։ Լսում եք հաղորդումը լավ հարցեր եք բարձրացնում լրագրողների հետ կապված։ Ինչու դուք հիմա ասացիք այդ որ մեկ մարդ լրագրողները ներկայություն չունենան այդ կառավարության այդ դեպքում։ Դուք ունեք վեր, դուք այսինքն բարձրացնում եք այդ հարցը։ Ինչու դուք էլ չեք մասնակցում։ Այդ հարցերը հենց այդ կառավարությանը, որ խելացի այդ հարցերը դուք բարձրացնեք, ներկայացնեք, ինձ թվում է այդ կողքի այդ կիսա լրագրողները այդ լաչար կնանիքը չեն լինի հաջորդ անգամ։ Ու ձեր նման կան Հայաստանի եթերներում, որ անկախ են։ Դուք ներկայացնում եք, որ անկախ լրատվական եք ու բան եք, բայց այդ դուք ներկայացություն չունեք։ Ես Բայց ով է ասում։ Մենակ այդ նույն մարդիկ են։
Ով է ասում ներկայություն չունեք, մասնակցում եք դուք մեր հարցի հեռուստատեսության միկրոֆոնը եւ մնացածը չեք տեսել հարցադրումները, հենց անձամբ իմ հարցերը Փաշինյանին չեք տեսել, ես ձեզ ուրեմն YouTube-ով կուղարկեմ։ Դուք ուղղակի երևի մի քանի դրվագ եք տեսել։ Իրոք եթե մասնակցում եք շատ լավ, այդ Մասնակցում ենք, իհարկե մասնակցում ենք։ Ուղղակի որ միշտ չի, որ ես անձամբ ես կարող եմ լինել այնտեղ ներկա, մեր հեռուստատեսության լրագրողը այնտեղ է միկրոֆոնով հանդերձ։ Ես հասկանում եմ, կարծում եմ մեր ռադիո լսողը ուզում ասել ինչու ավելի մեծ մասնակցություն չենք ունենում այս ամեն ինչին։ Գիտեք, մի բան ասեմ ձեզ, նախ մեր մասնակցության ձևը ամենաուժեղ այս մեր ռադիո հաղորդումն է, որը ով որ պետքա լսում է եւ ինչ որ պետքա եզրահանգումներ անում են, հավատացեք ինձ։ Բայց այո, միգուցե մենք ավելի ներկայություն պետք է ունենանք, այո, բայց մի բան հասկացեք, այդ մարդիկ, որ դուք շատ տեղին լաչար կնիկներ անվանեցիք, էլի, ճակերտավոր այսպես ասենք, որ նրանք հատուկ հասկացեք ինձ, նրանք վճարվում են հենց դրա համար, որ այնտեղ փչացնեն ամեն ինչը, հասկանում եք, որ ոչ թե հարցի պատասխան են ուզում, այլ ուզում են խաթարել այդ ամեն ինչը, իրենց հարցերն էլ, իրենց ամեն ինչը դրա վրա է հիմնված, փչացնեն ամեն ինչ։ Դրա համար իրենք շատ դոմինանտ են դառնում, 100 հատ խելոք դիր, մի հատ այդ քո ասած կանանցից դիր, այդ կինը հաղթող է դուրս գալու, հասկանում եք։ Խելոքի գլուխ չի դնի դրա հետ, հնարավոր չի, ասում են զորբա են, դրանց այդ գլուխը։ Իրանց հետ հավասար չես կարող գնալ կողքը ու ղժղժալ, այդ ձեր ասած ղժղժա կանանց նման, չես կարող։ Դրա համար իրենք մեծ առավելություն են ստանում, իրենց աներեսությամբ, անդաստարակությամբ։ Երեկվա ես մեկը տեսա, Փաշինյանին հարց է տալիս, երկու հարց տվեց տարբեր արիմատիար հետ կապ չունեցող ու չի էլ պատրաստում լսել։ Ինքը հենքան որ ելույթ ունեցավ, նկարեցին իրան, ինքը բան է տալիս։ Ինքը իր պլյուսը տալիս իր գործատուին, որ ինքը ստեղ է, տեսեք ես ինչ Այո, վերջ հարգելիս, դուք ձեր հարցին պատասխանեցիք, իրան գալիս են պլյուսը ստանալու համար։ Ես ձեզի չեմ, բայց ես ուզում եմ, որ ձեր նմանները շատ լինեն, այդ խելացի հարցերը, այդ հարցադրումները շատ լինեն, որ ինձ թվում է, որ ձեզ նման մի 5 հոգի այդպես խելոք հարցեր տա ու սպասի իր պատասխանին, իրանք պետք է ինքնին հասկանան, որ ձեր շրջանում իրանք գիտելիքներով, իրանք փորձառությամբ իրանք տեղ չունեն ու հաջորդ անգամ երևի այդ փոխտվողն էլ կասի, դե ինչ ես գնացել ես ընդ կանել ես։ Հասկանում ենք ձեզ, հասկացանք հարգելի։ Բայց այդքան հեշտ չի, հավատացեք, այդքան հեշտ չի։ Հասկանում ենք հարգելիս։ Լսում եմ ու շատ ճիշտ հարցեր եք բարձրացնում։ Մենք ձեզ շնորհակալ ենք առաջարկի համար, շնորհակալ ենք, հասկանում ենք, որ դա ստացավությամբ եք ասում։ Ինչի մասն է խոսքը։ Լավ որ ձեզ, լավ եղեք։ Այո։ Okay. Այդ որ ինչ որ դուք եք ուզում, չէ՞ ինչ որ մեր ռադիո լսողն է ուզում։ Ես շատ լավ հասկանում եմ ու գնա, ինչքան հաճելի կլներ, մենք էլ նստեինք, լսեինք, մարդիկ հարցեր տային, ասել այդ հարցի մտքով չի անցել։ Բայց դա շատ շուտ է դեռ դրա համար, տարիներ են պետք դրա համար, որ այդ մակարդակը բարձրանա ու այդ թույն թափելու փոխարեն եւ հետո գիտեք ինչ հարցը պետք է այնպես լինի, որ կառուցողական լինի, որ հարցից մի բան հետևի, այլ ոչ թե մեղադի։ Այ դուք ցեն չարեցիք, այ որտեղ էս է սրանց հարցերը։ Հարցակվում են, էլի, հա։ Քրքր են մենակ։ Հարցի առաջի պատասխանից հաջորդ հարցը ու դա ավարտ չունի։ Դա չի ավարտվում ինչ որ տրամաբանությամբ։ Կրակում են էլի, կանայք չեք տեսել զրույցի ժամանակ մեկ է սկսում են, դու խոսում ես, ինքը սկսում է կրակել, կապ չունի ինչ ասում, մենակ թե քեզ լրեսնի այդ իր խոսալով։ Այդտեղ արդեն ամեն ինչ վերջանում է։ Բայց երբ որ խոսում ենք պրոֆեսիոնալ մարդկանց մասին, ասենք լավ, փողոցում բանում ինչ պահանջես, բայց այս մարդիկ պետք է ենթադրել, որ կրթություն ունեն, որ գիտեն ես ինչ են անում, մասնագիտություն, երբ որ իրենք են այդ բանը անում, դա արդեն դառնում է ուղղակի։ Ուրեմն տեսեք մասնագիտություն եւ բան խոսեցիք, հիմա այս իմ քայլը հիմնադրամը եւ կրթությունը նորաձև է, ուրեմն հայտարարել է 3 օրվա սեմինար, այն էլ արտերկրում։ Հա, գնում են եւ այլն։ Եգիպտոսում չէ, թե չեմ սխալվում։ Եգիպտոսում ալինելու։ Հիմա քանի հոգին, եթե անկած ինչ-որ մեկտեղ գնա, այնտեղից որ միջազգային բաներ են գալու, դա իրանք չեն կազմակերպել, դա միջազգային սեմինար է, որտեղ մենոնք էլ ինչ որ մի համեստ ներկայություն ունալու, ահա իշխանական, պրոիշխանական, ինչ ասես կան չեն գնա կյանքում։ Գոնե ընդդիմության ներկայացուցիչները արդեն ծաղրում են, ինչ ասես գրած է էսային այն։ Այսինքն ոչ կրթվելն է իրենց համար օքեյ, ոչ մասնագիտության մեջ որևէ հմտություն ստանալն է օքեյ, բայց այդ դեպքում հարց է առաջանում, բայց ինչ անենք, այդ նույն ձևաչափով ոնց մնանք, ոնց մաքրվենք, ոնց շտկվենք։ Դա չգիտեմ։ Զանգ ունենք եւս վերջին զանգը ընդունենք եւ ավարտենք մեր այսօրվա հաղորդումը, տեսնենք ով է միացել։ Բարև ձեզ։
Բարև ձեզ, ես ձեզ։ Լոս Անջելեսից եմ զանգահարում, Ռաֆայել ջան, ես Տերենիկ ջան։ Շատ հաճելի է, Ճիշտ հաճելի։ է, նա հարց ունի, ճիշտ է, նա հարց ունի։ Ուղղակի Հայաստանում, եթե օրինակի համար press conference որ ասում եք, որ ելնումա։ Նորմալ ես Եվրոպայում, ես Ամերիկայում ապրում հիմա, բայց տեսնում եմ, այս աշխարհի օրենքն է, եթե դու press-ի ID չունենաս, իսկ իրավունք չունես դու մտնես այդտեղ, որ հարցազրույցի մասնակցես առաջին, as a journalist, Մեզ մոտ այդպես Ես չի։ չեմ կարողանում հասկանալ, այդ ոնց է մտնում այդ մարդիկ ընդեղ, որ դեր ասացի նման on-line մաթարսակ բացեն ու սկսեն արդեն իրանց համար առանց իրավունքների, առանց բաների, արդեն առանց պերմիտի եւ այլն ժուրնալիստական գործեր արնեն։ Հիմա ես ձեզ բացատրեմ հստակ, որովհետև մեր հեռուստատեսությունն էլ է անցել այդ կրեդիտացիան, հստակ ինչպես է Հայաստանում աշխատում։ Եթե դու մեդիայի ներկայացուցիչ ես, դու իսկ Հայաստանում մեդիան շատ հարաբերական հասկացողություն է, հիմա տեսեք մենք մեդիա ենք, մենք ունենք լիցենզիա, մենք պետական ռեգիստրում գրանցված ենք եւ այլն, տարբեր հազարաթուղթ ունենք եւ այլն։ Մեդիա կարակոչվի նաեւ, օրինակ դուք գալիս եք որևէ դոմեյն եք առնում, դոմեյնը գիտեք ինչ է։ Դոմեյն օրինակ, հա, դոմեյն եք առնում, $10 վճարում եք, անունը դնում եք news. չգիտեմ ինչ, եւ վերջ դուք մեդիա ներկայացուցիչ եք դառնում եւ դուք ձեր անձնագիրը եւ ժուրնալիստների միության կողմից հավաստագիրը բերում եք կառավարություն եւ ձեզ տալիս են այդ փաստաթուղթը, այսպես ասենք, հա։ Իսկ ժուրնալիստների դե համաձայն եմ, իսկ ժուրնալիստների միության նախագահը նույն Սաթիկ Սեյրանյանն է, ով որ համար 1 ընդդիմադիրներից է, շատ լուրջ ընդդիմադիր է, այդ թուղթն էլ տալիս է, որ դու կարաս մասնակցես եւ դու դռները բացվում են քո առջև։ Այսքան բան։ Ծիծաղալու է, բայց դա ճիշտ չի, էլի, դա ճիշտ չի։ Ես այդ կռիվը հենց այդ այն կռիվը, ես ասում եմ, չի կարող դոմեյն ունեցող մարդը եւ մեդիա լիցենզիա մրցույթ ու միլիոնավոր դրամներ վճարած մարդը նույն հարթակի վրա կանգնի, դա արդար չի։ Լրիվ համաձայն եմ ձեզ հետ, լրիվ համաձայն եմ։ Շնորհակալ եմ զանգի համար։ Okay, եղավ, շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Այ Այսքանը բարեկամներ այսօրվա համար, շնորհակալություն բոլորին, 5 շաբթին մեր տեսանկյունից այսպիսին էր դեմ դիմաց ձևաչափով, հաջորդի VM-PM երաժշտական վիկտորինան է լինելու, երգերը ընտրված են, հուսամ մասնիկ կդառնանք եւ այս քաղաքական թոհուբոհի մեջից անդին կզրուցենք ավելի թեթև թեմաների շուրջ, եւս մեկ անգամ մեր գործընկերներին ասեմ շնորհակալություն, որ մեզ հետ են, ընկերներ, մենք առանց գործընկերության, առանց մեր հավատարիմ ընկերների ճանապարհ չեն կարող անցնել,